Որտեղ է կռվել։ Գրիմում։ Կպատմեք նրա մասին։ Գիտեք, ես որովհետև ամենափոքրն եմ եղել ընտանիքում, ես միշտ հպարտանում եմ, որ հայրս տարբերվում է իհարկե փոքր հասակում, որովհետև մի ձեռքը հիմնականում չէր աշխատում, եւ հետո արդեն երբ չափահաս է, շատ հպարտությամբ է նայում իմ հորը, եւ կարծում եմ այս հաղթանակը արժևորվում է մեզ համար, որովհետև վերջին հաշվով 1,5 միլիոն հայերի պարագայում 600,000-ը կռվեցին, 300,000-ը ետ չվերադարձան, 5 մարշալ, 64 գեներալներ եւ 105 հերոսներ։ Սա գալիս է ասելու, որ ցեղասպանությունից հետո, եթե մենք կարողացել ենք ոտքի կանգնել եւ այդ մեծ հաղթանակի առումով պաշտպանել հայրենիքը, ասում եմ հայրենիք, որովհետև ակնհայտ էր, որ թուրքական բանակները արդեն սահմանի մոտ էին եւ ցանկացած դեպքում, եթե հիտլերյան Գերմանիան իր կարողանար հաղթել, հարավային Կովկասը այսօր Թուրքիայի տարածք կարող էր եւ դառնալ։ Դրա համար այսօր նաև եռատոն է, բոլորս գիտենք, որ Շուշի աշխատանքն այո, բարեդարձնել։ մեզ համար քիչ առաջ երբ հարց տվեցինք ինչ կցանկանաք, ես ասեցի փառք, վճռականություն եւ միշտ հաղթանակ։ Շուշին մեզ համար նոր ժամանակների նորագույն մեր պատմության ամենակարևորագույն կուլմինացիոն հաղթանակն էր եւ մեր սերունդները պիտի անշուշտ հպարտանան դրանով։